Պարոն Կարապետյան, մի քանի հարց ձեր թույլտվությամբ։ Ինչու եք ուշ գալիս այսօր ազգային ժողովի նիստին հանրապետությունից բացակայում եք։ Այսօր մենք որոշել ենք, որ հանդես կգանք մենակ մեկ ելույթով, խմբակցության նիստի խմբակցության անունից ելույթով։ Այսինքն հիմա գալիս եք ազգային ժողով, բայց նիստերի դահլիճ չեք մտնելու, խմբակցությունում ելույթ եք պատրաստելու։ Կմտնենք այն ժամանակ, երբ որ տեսնենք, որ արդեն ժամանակն է խմբակցության անունից ելույթի։ Պարոն Կարապետյան, երեք շատ սպոնտան որոշեցիք լքել նիստը, ինչու՞։ Ինչն էր պատճառը։ Միայն այն, որ կտրիչ Ներսիսյանն անազգանով է վարչապետը դիմում, թե տեսեք, մենք ասել ենք, որ կա կրոնական հենք, այս ուղղությամբ ենք շարում, կա կրոնական հենք, մենք ունենք կրոնական զգացմունքներ, պետք է ազգային ժողովի դահլիճում հարգենք իրար կրոնական զգացմունքները։ Շատ քաղաքական հայտարարություններ տեղի ունեցան, որոնց մասին մենք ոչ մի այդպիսի ռեակցիա չենք տվել, քաղաքական պատասխան կտանք դրան, բայց սա մեր կրոնական համոզմունքների դեմ քայլ է, վիրավորանք է կրոնական առումով, որը մենք որպեսզի ազգային ժողովում պահենք նորմալ միջավայր, կարծում եմ պետք է խուսափենք դրանից։ Գիտեմ, որ անհույս են այդ առումով մեր օպոնենտները, բայց ամեն դեպքում մենք չենք մեզ դուր չի գալի, երբ որ կրոնական առումով վիրավորանքներ է հնչում։ Օրինակ, ձեր կրոնական համոզմունքները ինչով են վիրավորվել։ Երբ որ մարդու ավազանի անունով դիմում են Գարեգին Բ-ին ամենայն Տեսեք, անունը Գարեգին երկրորդ հայ եկեղեցին հենց սկզբից հիմնադրման օրվանից մարդը երբ դառնում է կաթողիկոս, մոռանում է իր ամբողջ կյանքը եւ նոր անունով, նոր կերպարով, որպես ուղակի մարդ ինստիտուտ սկսում է հանդես գալ։ Մենք մեր վեհապարին այլ անունով դիմելու դեպքում այդ ինստիտուտի հանդեպ, հազարամյա ինստիտուտի հանդեպ ցույց ենք տալիս անհարգալից վերաբերմունք։ Ինչու են անունը փոխում կաթողիկոս դառնալուց հետո, որպեսզի մարդը լրիվ կտրվի իր անցյալից եւ նոր ձևով որպես ինստիտուտ ներկայանա։ Մեղադրանքն էլ այն է, որ լրիվ չի կտրվել իր անցյալից, հաղթել է կուսակրոնության ուխտը, զավակներ ունի եւ այդ հանգամանքի բերումով Կարծում եմ մեղադրանքը այլ էր։ Մեղադրանքը երեք ելույթում ուղիղ հայտարարեց, որ Արցախ բառի օգտագործումն է պատարագների ժամանակ, ուղիղ հայտարարեց Փաշինյանը ու ինքը դա ասեց, ոչ թե մենք ենք դա ինտերպրետացնում։ Հակադարձելով Փաշինյանի բնորոշմանը պատերազմի կուսակցություն, պատերազմի եռագլուխ ուժեր, դուք ասացիք, որ երեք պատերազմ վերած քաղաքական ուժի ղեկավարը ձեզ է մեղադրում պատերազմի Եռապատերազմի կուսակցության առաջնորդը։ Երեք պատերազմ ասելով որ պատերազմները նկատվում եք։ 2020 թվականի Ջերմուկյան պատերազմը եւ Արցախի հայաթափումը։ Պարոն Կարապետյան, այսպիսով դուք արդյոք այսպես ասած ցուցմունք չեք տալիս մեր պետության դեմ, հաստատի ղեկավարելով, որ օրինակ 44-րդ պատերազմը սանձազերծել է Հայաստանի Հանրապետությունը։ Մենք հայտարարություններ արել ենք, որ պատերազմը սանձազերծել է ագրեսորը Ադրբեջանի Հանրապետությունն է, բայց սխալ քաղաքականության արդյունքում Ադրբեջանին այդ խաղաքարտերը տվել է Հայաստանի առաջնորդը սխալ քաղաքականության արդյունքում։ Իսկ 16 թվականի քարոզիա պատերազմի կազուսմելին ինչն է եղել առիթը ով է։ Երկար կարող ենք քննարկել, բայց հիմնական հարցը բանակցային դիրքերի լավարկումներ, որ ցանկանում են բանակցային դիրքերը լավարկեին այդ ժամանակ։ Այսինքն 16 թվականի պատերազմը Հայաստանը չի բերել, բայց քարոզիա պատերազմը 20 եւ հետո հետագայում տեղի ունեցած Ոչ 16 թվականի պատերազմն էլ է, պատերազմ, որը բանակցային առումով այդ մտած սենյակից դուրս գալու լուծում էր Ադրբեջանը մանգալի, որը նա փորձում էր, բայց հայկական ուժերի ակտիվ դիմադրությունը իրենց հետ պահեց, այսինքն նրանք ոչ մի նշանակալի այսօր կարող ենք ասել հաջողություն հայ զինվորների քաջության իհարկե
Սարքավորումների խնդիր կար, բան կար, բայց հայ զինվորների քաջության արդյունքում իսկ այս պատերազմները 3 պատերազմ։ Դա նշանակում է, որ ընդհանուր քաղաքական մոտեցումը, դիվանագիտության հանդեպ իր մոտեցումը բավականին սխալ է։ Իրականում մեկ պատերազմ, պարոն Կարապետյան, եթե պատերազմ բառի տրամաբանությամբ Արցախում մեր հայրենակիցների հանդեպ սանձազերծած ագրեսիան եւս պատերազմ է հայության դեմ։ Կներեք, կարող եմ Ջերմուկի դեպքերը նույնպես պատերազմ եք որակում։ Հիմա թրիփի հետ որ անալոգիա տանենք, ասում եք թրիփը միջանցք չէ, ճանապարհ է։ Դուք սա ասում եք, որպեսզի այսպես ասած հետագայում առիթ չտակ ձեր միջազգային գործընկերներին, որպեսզի միջանցքով մեզ վախեցնեն։ Հիմա այս դեպքում ասում եք պատերազմ բերած, սա ուղղակի իմ դիտարկմամբ եւ շատերի դիտարկմամբ քաղաքականությամբ հետագայում երբ որ դուք գնաք Ալիևի հետ բանակցությունների, ասի Կարապետյան դուք եք ասում, որ երեք պատերազմները մենք բազում անգամ հայտարարել ենք, նաեւ այսօր էլ ես ձեզ ասացի, որ պատերազմի ագրեսորը բազմաթիվ հավաքների ժամանակ էլ ենք հայտարարել։ Ադրբեջանի Հանրապետությունն է, բայց հայկական կառավարությունը, Հայաստանի կառավարությունը սխալ քաղաքականության արդյունքում թույլ է տվել այդ պատերազմները։ Մեր հասարակության համար իրենք են թույլ տվել 3 արյունալի պատերազմ։ Ունեք դուք կողմ եք 44-օրյա պատերազմից առաջ, որ մենք տարածքները զիջենք 7 այսպես ասած ազատագրված տարածքներ։ Մեր մոտեցմանը, պատմական մոտեցման այդ ժամանակաշրջանում մենք հանդես կգանք հայտարարությամբ։ Կներեք խմբակցության նիստ։ Պարոն Կարապետյան զրույցի համար։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։